Մոտ 200 ուսուցիչ երկու անգամ անընդմեջ չի հաղթահարել կամավոր ատեստավորման նվազագույն շեմը, ինչը նշանակում է, որ գործող իրավակարգավորումների համաձայն պետք է ազատվի աշխատանքից։ Հաշվի առնելով, որ մենք հիմա գտնվում ենք ուսումնական տարվա կեսին եւ այդ իմաստով նաեւ մեր համար կարեւոր խնդիր է ապահովել ուսումնական գործընթացի անընդհատությունը, կարծում եմ, որ այդ ուսուցիչները կունենան հնարավորություն աշխատելու մինչև ուսումնական տարվա ավարտը եւ այս ընթացքում մենք հավելյալ ատեստավորում կկարողանանք կազմակերպել միայն այս խմբի ուսուցիչների համար։ Նախարարությունն ակնկալում է, որ եզրագծին հայտնված ուսուցիչները լրացուցիչ այդ հնարավորությամբ կկարողանան պահպանել աշխատանքը, իսկ եթե ոչ, միմյանց հրաժեշտ կտան ուսումնական տարվա ավարտին։ Իսկ լրացուցիչ ատեստավորմանը վերապատրաստում կնախորդի, ինչն արվում է ատեստավորման առաջին անհաջող փորձից հետո։ Այդ հարցը հիմա քննարկվում է, քանի որ իրենք այն մարդիկ են, ում համար պետությունը արդեն մեկ անգամ վերապատրաստում իրականացրել է։ Ատեստավորումը երկու անգամ չհաղթահարողները տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչներ են, ընդգծված առանձնահատկություն չկա նաև մարզերի առումով։ Եվ այնուամենայնիվ, եթե լինեն ուսուցիչներ, որոնք նաև երրորդ ատեստավորումը չեն հաղթահարի ու կազատվեն աշխատանքից, դա կլինի դպրոցներում ամառային արձակուրդի շրջանում, ինչն ըստ նախարարի բավարար ժամանակահատված է նոր ուսուցիչներ ներգրավելու համար։ Բայց ես կուզեի այս պահին հուսալ, որ նրանք կունենան հաջողություն եւ բնականաբար կունենան հնարավորություն շարունակել աշխատանքը։ Կրթության փորձագետ Արա Աթայանը ատեստավորման այս գործընթացի վերաբերյալ առհասարակ ունի լուրջ վերապահումներ եւ ուսուցիչներին եւս մեկ հնարավորություն տալը դրական է համարում։ Մարդը կարող է հիանալի հանձնել բոլոր տեսակի քննությունները գիտելիքի առումով շատ հեշտ հաղթահարել նմանատիպ փորձություններ, բայց շատ անպետք ուսուցիչ լինել եւ կարող է լինել հակառակը։ Երկրորդ կողմը դա է, որքանով այդ ատեստավորումը իրականում կամավոր է, որովհետեւ էլ գիտենք, որ կամավոր է ընտրությունը, որ դուք այսօր եք անցնում, բայց կամավոր չի ընդհանուր առմամբ, շուտ թե ուշ պիտի անցնեք, չէ՞։ Եվ այդ հարցականներով հանդերձ իհարկե մարդուն պետք է միշտ տալ հնարավորություն, որ ինքը զարգացման մեջ ինչ որ հարցեր շտկի, փոխի, ուղղի։ Աթայանն ավելի ճիշտ կհամարեր, որ ընդհանրապես չլիներ ատեստավորումը երկու անգամ ձախողելուց հետո ուսուցչին աշխատանքից ազատելու որոշումը։ Մանավանդ նրա համոզմամբ ցանկացած ստուգում, որը նման է քննության, իրական պատկերը ցույց չի տալիս։ Ու եթե ազատվող 200 ուսուցչի թվում պետք է լինի թեկուզ մեկ լավ ուսուցիչ, այդ գանձը կորցնել չի կարելի։ Ընդհանրապես պետք է կամաց սովորենք, որ պետական ատյանները ստուգող, վերահսկող, պատժիչ գործառույթներից պիտի անցնեն օգնող, նպաստող, պայմաններ ստեղծող դիրքին։ Անհամաձայնություններով հանդերձ նա լավատես է, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը պարբերաբար քննարկվում վերանայվում է, կարծրացած չէ ու դինամիկ է։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։